Ծնծաղիկի պես ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց Ձնհալի միջից մի անգամ ժպտաց Եվ իսկույն փակեց աչիկները թաց Դու առավոտ ես, ես մայրամուտ եմ Մի ողջ ցերեկ է բաժանում ես Բայց ես շողում եմ արեգակի պես Եվ հեռվից հեռու նայում եմ քեզ Եվ հեռվից հեռու նայում եմ քեզ Դու մայրամուտ ես, ես առավոտ եմ Մի ողջ գիշեր է բաժանում ես Բայց ես շողում եմ աստղերի պես Եվ հեռվից հեռու նայում եմ քեզ Եվ հեռվից հեռու նայում եմ քեզ Ձայնը տանս պարարոջը Մաթևոսյանական ծմակուտի սառնաշուն ձմռանն էլ սիրառատամուսիններն իրենց տաքուկ անկյունն ու սրտերը սիրով ու ջերմ են պահում սեր, որ մոտ կորաշխարի նման մաքուր է, գեղեցիկ ու խաղաղ։ Ահնիձորի ամենասրտում է Այդայի միշտ ջերմ փուռը, որ երբեք չի հովանում։ Մի տան մեջ հարսների 3 սերունդ հաշտ ու համերաշխ են ապրում, ինչպես ասում են գյուղում, այս օջախում շփշփան հարսների պակաս չկա։ Առավոտ ծեքին Այդայի ավագ հարսը խմոր է հունցել, սկեսուրն էլ հարսին գովելով, իր սկեսուրից էլ գովեստի խոսքեր լսելով խմոր է գնդում ու պատմում մի հարկի տակ, 3 հարսի խաղաղ ապրելու գաղտնիքը։ Ամեն ինչի հիմքը դրել է օջախի հարսների ավագը Սիրուշտատը, որ հիմա ոտքը ոտքին գցած նստած է, հարսներն էլ ոնց ասում են գլխով պտիտ են գալիս։ Հարսից էլ է կախված, կիսուրից էլ է կախված, որ մեկը մեկին հասկանան։ Ես ոնց որ ասում որ ուզում եմ ջղայնանամ, ասում են մամ դու ջղայնանալու ձև չգիտես, դու կիսուր չես։ Ասում եմ դե լավ, սրանից հետո ես ոտս թափտեմ տա, որ դուք վախեք, բայց թե չի ստացվում ինչ անեմ։ Ես էլ այդ տեսակ մարդն եմ։ Բարի, խելոք։ Չէ, շատ չեմ ուզում խելոք լինել, որ շատ խելոք լինեմ գլխիս կտան։ Մի այդքան տեղը հանակ արեց։ Սկեսուրի զննող ու ստուգող հայացքի տակ խմոր գնդելը հեշտ բան չէ, տատն էլ սիրում է, որ ամեն ինչ տեղը տեղին լինի, բայց դե ավագ հարսի պաշտոնից սկեսուրին պատասխանելն էլ արգելված չէ, մանավանդ որ համատեղ կյանքի տարիներն արդեն կարելի ասել կոտրել են բոլոր կարծրատիպերը, դարձել մայր ու աղջիկ։ Գյուղական ավանդական ընտանիք է, որ հարազատ է մնացել Լոռվա ավանդական կենցաղավարությանը, խոհանոցին, այնքան ու ոչ միայն գյուղում, այլ նաև դրանք արտահանել է Ռուսաստան, իրենց հյուսիսային հարսնացուի միջոցով։ Որ մեկ էլ ասում է, չէ, ասում եմ, մամ, էտա գիտես, կռոին լոլո է սույս տալի, ես արդեն ձևերը գիտեմ։ Դե երեխեք են, հարսներ են։ Ինձ տենալով քիչ-քիչ կսովորեն, ես մեկը նոր է, քաղաք երեխա է, քիչ-քիչ կսովորի։ Այ ռուս հարսի կսել էր։ Շատ ամեն ինչից ուզում էր իմանա, ամեն ինչ ուզում էր սովորի, թխի։ Օլգա ջան ապրեց, որ մեզ մահաց թխեցի։ Ասավ դուք ապրեք, որ ես հաց թխի սովորեցի։ Գնաց Լենինգրադ հաց թխեց։ Հացեր թխեմ, նկարեմ, ուղարկեմ ինձ, ասում էր, տես մամա։ Օլգան Լենինգրադում է հայկական հացի ու խոհանոցի մաստեր կլասներ անում, բայց տան հարսներն էլ էստեղ ետ չեն մնում, դեռ մի բան էլ ավելին։ Նրանց արած խմորը ցուցադրելու օրինակելի մի բան է, ասում Այդան ու ցույց տալիս հարսի արած փուչ-փուչ խմորը, որ րոպեներ անց բոքոն հաց կդառնա։ Մինչ խմորն Այդան գնդում է, Արոն մոտ կորեցուն հատուկ հյուրընկալությամբ ուղեկցում է մեզ դեպի իր տնտեսություն։ Միգոմ լիքանասուն, խոզեր, փետրավորներ, հազար ու մի տեսակ գյուղտեխնիկա ու ավտոմեքենաներ։ Այս բոլորը ստեղծվել է բացառապես ծմակուտում, ոնց ասում են արդար քրտինքով։ Հիմա հայր ու որդիներ կպել են մեծ տուն կառուցելու գործին, ավագ որդին էլ Լենինգրադցի Օլիայի հետ Ռուսաստանից վերադառնալու ծրագրեր ունի, այնպես որ աշխատող ձեռքերն ու տնտեսությունն էլ ավելի կընդլայնվի։ 4 տղա ունեմ, 3 հարսիկ ունեմ, 4 թոռ ունեմ, Մերի ջան։ Հիմա 2 տղես իրանց 3 տղես էստեղ են ապրում, մի տղես Ռուսաստան ապրում, բայց այնտեղ չի էլ սիրեմ, ասում եմ պապա հետ եմ գալու, գյուղ եմ գալու։ Գյուղ ասելով Հայաստան էլի, գյուղը այդ չէ, բայց մետեղեկն էլ այստեղ ապրում են, բայց ասում եմ պապա տունը սարքում ենք, դուստիկ ապրես, բայց այն սարքում ենք, որ սաղս տեղավորվենք մեջին, որ հյուր էլ գա, տեղ էլ ունենանք, գրիշն է սարքել եմ, վերևն էլ պետք է ամառանոց սարքեմ, որ այդ ձեր նման լավ մարդիկ գան, տեղ ունենանք, հյուրընկալենք, մի օր էլ կայնանք, մնանք, ուտենք, խմենք, լավ զգանք, Մերի ջան։ Այս մեր անասուններն ա Մերի ջան։ Արդեն խոտ եմ տվել, իրանց խոտը կերել են։ 2 հատ էլ պետք է նորից մեջն ընկնես, տարի նորից կով դառնա, Մերի ջան։ Յոլա ենք գնում էլի, փարքաստ ուրիշից հաց չենք ուզում։ Եթե մեկը հաց է չունենա, տալիս ենք, օգնում ենք, փարքաստու։ Եկող գնացողին հյուրասիրում ենք։
Իսկ եկող գնացողի պակաս չունեն, Ահնիձորի ամենահյուրընկալ հարկերից մեկի տակ հացի սեղանը երբեք չի հավաքվում, հացը միշտ քչություն է անում, բայց սրտաբացությունը երբեք չի պակասում։ Մինչ այդան տնական յուղով կարտոֆիլ է տապակում, մեր էքսկուրսիան շարունակվում է արդեն այգում։ Այգին էլ բանջարանոցն է, հիմա դատարկ է, բայց բանջարանոցից աշնան ստացած կարտոֆիլի բարձր բերքի մի մասն արդեն Սարի հալած յուղով տապակվում է փայտի վառարանի վրա ու շուրջ բոլորս գլխի ճանուշաբույր է տարածել։ Սա էլ նրանց պատասխան, ովքեր կարծում են, որ այս բարձր գյուղերում հողի մշակությունն արդյունավետ չէ։ Ես sense գոմախը բարձում եմ, էջան, այնա, նայ։ Տանում եմ այստեղ, էս իմ այգին է, սելա իմ տերիտորիան։ Sense լսնում եմ, ինքը հինանում է, թազա դե չենք օգտագործում։ Հինանում է դառնում պարտանոց, վարում եմ, վարիչ էլ ունեմ, փոքր վարիչ եմ արել, որ հողը մշակեմ։ Վարում եմ ցանամ իցմար, ինչ պետք է բախշում, կարտոլա, լոբիա, գազար, վարունգ, կաղամբ, ամեն ինչ է ցանում ենք, մերի ջան, մեծմար, պամիդոր, որ մեծմար ունենանք։ Այս կաճկով sense գալիս եմ թրիքը թափում այնտեղ, հետ գալուս, այն մի ռեսին խոտ եմ տանում։ Այս sense խոտը բերեմ, մերի ջան, այս նասիլկով, որ հեշտ լնեմ։ Մարդկա շալակածա բերեմ, մերի ջան։ Ես հիմա գոմախպը բարձում եմ, սանով մի հատ հանեցի գոմախպը, տարա թափեցի, չէ՞ այնտեղ։ Այնտեղից գալուս sense մի հատ տուկը բերեմ եմ, արդեն անասուններ դրսում են ելնեմ։ Կուտակում եմ մեջը, որ իրանց կերնելի մեկ է նույնց եմ տանը, որ համ գնալուս եմ աշխատում, համ գալուս դարդակ քշում չեմ, էլի որ բենզինն ավել չծախսի։ Ամեն ինչ էսպես հաշվարկով, ոչ մի շեղում, ոչ մի ծուլություն, միայն քրտնաջան աշխատանք, նվիրում սեփական գործի ու սեփական հողի հանդեպ ու արդյունքը երկար սպասել չի տա, ասում եմ։ Դե մեր տան դրան էսա ինձ մար ասել քեզ դիրեկտորել եմ, խազեին եմ։ Լակարամ ես բերեմ բան որ պահեմ մեր ջան, խոսքի մի քիչ անասունը շատացնեմ, մի բան որ բերեմ, ինքը տանի անասունը հանդը բերի, ես էլ իրան վարձատրեմ, որովհետև սոր ամոթ չի, մեր ջան, այն սովետական միության ժամանակ սովխոզներ կար։ Էտեր չի ճիշտ ասեցին, ես համամիտ չեմ, որ սովխոզները քանդեցին վերասին։ Սեփականաշնորհում կոլեկտիվացում դրանից հետո տվին, բայց կոլեկտիվն էլ չարդարացրեց մեր ջան։ Կոլեկտիվ էլ ինչ որ համատեղ ինչ որ մի բաներ մարդիկ կազմակերպեցին, բայց այդ կոլեկտիվի ինչ որ բերված էր դրսից մնաց կոլեկտիվի մի անդամին, այն մյուսները մնացին ձեռնունային։ Ես կյանքım ուրիշ առաջ աշխատած չեմ էլ աշխատել։ Ես եմ աշխատողներ ունեցել, յուղում ինձ մալ աշխատել են, ոչխար եմ պահել, մերի ջան։ Հովիվ եմ ունեցել, ինքը տաղել է, ես իրան վարձատրել եմ, հաց եմ տվել, ջուր եմ տվել, մերի ջան։ Պահել եմ տենց։ Չէ, ես կյանքım մի անգամ մի տարի Ռուսաստան գնացի։ Այս քվրոջս տղեն թե բակերի լավ գործ կարի են, ռուբլին որ 12-13,000 դրամ էր կուրսը։ Այդ տարիների բան եմ ասում։ Գնացի, սաղ փոքր էին ինձանից, ասում էին, մի քիչ գործը լավ չէին անում, թերանում էին, ասապքերի գալտեմ ջղայնանամ, ընդհանուր քուրել եմ ջղայնանալու, բան չլես էլի, որ դու ասենք քուրա ջղայնանում եմ վրոզի, եկել են հարցնում, դու ինչ-որ մի տեղ աշխատել ես, ինչ-որ մի գործանը, մի ինչ-որ մեկի մոտ, ասի չէ, աշխատած չկա, մի մոտ են աշխատել, ասում դե դրամ էլ քու վեճի չէ էլի, ասի վեճի չի, բայց դեն մեզ գործը ոնց եմ պարտաճանաչանում ես։ Թող եկա գործիքները գողանալ տվին, թերացան մերի ջան, ասի դե տեղ կարող է պակասություն, 20 օր մնացի, չաշխատեցի։ Պետությունից ուղղակի մենք մեր կառավարությունից են ուզում մեր ջան, գյուղացուն, արտոնություն տա, գյուղացին կայնա ինքը իր ապրանքը կայնա վաճառի, մերի ջան։ Ոչ թե վերա վաճառի, հա դու մենք այսօր պահում ենք մեր աշխատավարձը, մեր անասունն է տալի մեզ, մերի ջան։ Կաթա տալի, սմետանա տալի, տվարոգա տալի, յուղա տալի, մերի ջան, միսա տալի մեզ, հավը ձուա տալի։ Բայց դու տանում ես ընդի նստած մարդ կա, տանում ես իրան տալի, ինքը ասում է բեր, մոթալն ասում է քանիսով տես լեոնի։ Ինքը 2000 օրինակ ծախում է, ասում է 1300 դրամով ընդունեմ բեր։ Դե դու սաղ տարի աշխատի ջիլը արա, մերի ջան, չարչարվի, տվարոգն արա, ու սաղ դա չարչարմունք է։ Այդքանն էլ կուտակի մերի ջան, տար քաղաքացուն դու հերես ասում է դե մեր նախկին եմ, մերի ջան, չգիտեմ դու գիտես թե չգիտես, մեր այս Լորվա մարզի օվշի առևտուրը ընդհանուր բանա Թիֆլիս է եղել, մերի ջան։ Գնացքով մարդիկ գնալուց են ելել, իրանց ելածը, տանելուց են Թիֆլիս, պատճառելուց, հերս ջահել տղալ եմ, ինձանից էր դե ջահել։ Ասում եմ, եղու բան իրենք տալ, եղած ենք տղել, Թիֆլիս ծախենք։ Ասում եմ, եկե սիրուն, քսված, սիրուն տոտանի եկան, տղա ջան, Ես մեր կովերը Եվոպանիրը վերել եք, այդ մոքոր ջան, այդ օտա ջան, ոնց է ձեր կովերը, ապա ոնց չի մեր նայ բալա, կովերը պահում եք, Եվոպանիրը բերեմ մեզ, մեր չդուս չեկա մեր կովերն ամերի ջան։ Այդ նույն տես հին ասած բաներ է, բայց զուգադիպում է։
Արոյի մտքերը կիսում է նաև Այդան, որ համոզված է գյուղացին երբեք չի սովի ու հազար քաղաքացուց էլ լավ կապրի, եթե ոնց ինքն է սիրում ասել, պարապստրոյ չլինի։ Ով է ասել, որ ինքը հեշտ է տուն տեղ թողնում ու տարվա մեջ 3 ամիս լուսացնում հեռու ու ցուրտ սարերում, խոնավ տեղաշորում քնում, անձրևի տակ կիթ անում, ձեռքերը վառելով թել պանիր ու այդպես կարելի է երկար թվել։ Բայց գյուղացունը դա է, գյուղացու աշխատավարձն էլ այդ յուղու պանրից է դուրս գալիս, մնում է աշխատել ու չտրտնջալ, գիտակցել, որ քաղաքացու գործն էլ հեշտ չէ ու առհասարակ հեշտ գործ չկա։ Անխելք մարդը չի կարա ապրի, խելքով մարդը կարա ապրի, որովհետև նա ամեն ինչ ստեղծում, ասում այդ մի բան ունենամ, այն ունենամ, այն ունենամ, խի գնամ ուրիշի դուռը։ Ունենամ, իմը մուդինոլ եմ։ Կապրի, եթե աշխատող էլի կապրի։ Մերսի, ունոլիկ ունեմ, մի հատ էլ հորթուկ ունեմ, ստեղ։ Արա ուլո։ Կոկոլ։ Այ պացա, նայլա։ Այ քեզ նկարեն։ Ուլիկ։ Գնալա ուլո։ Ուլո։ Պացա, հորտի էլ ծվոհելա, շաշը։ Ինչ է լավն է։ Ուզում ես բռնեմ մերի։ Հա, բռնի էլի։ Այլա գոլից, այլա գոլո։ Այլա մուլիկ, արի մուլիկ, պացա։ Դա սիրեմ եմ, խելոք հա, մամային բռնում եմ իրա, որ կաթիկ ուտի։ Բեր դուրս անենք Դավոթ ջան, դրսում ավելի լավ։ Չէ, այդտեղ թողամ չենք գալու հորթի հետ ահանգեր ասել, գալու էլ է հորթի մոտ։ Ծեբո կոլիկն ա, իրա մաման գնացել է հանդը, որ արածի բերի կաթիկ տայան։ Գալիս ա ձեն հանեմ, ասում ա ծեբո կոլիկ սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար, կատն եմ արել քեզ համար։ Դռնակը բաց ներս կամ ես, անուշ կատ տամ քեզ։ Հա, մեր կոլիկն ա, մեր խաղալիկն հա։ Ամեն ինչ այս հարկի տակ ստեղծված է սիրով շրջապատված հոգատարությամբ, ընդհանրապես այդպիսի մարդ է ինքը չարությունն ու նախանձն Արոյին անծանոթ է, բարի, կամեցող, բոլորին հասնող, օգնող, այդպիսին է իրենց ամբողջ ընտանիքը ու դա իր պարծանքն է։ Առհասարակ տարվա վերջում գյուղացի նաև ինքը վերջնահաշվարկ է տալիս իր տնտեսության եկամուտները, տարվա ընթացքում աշխատածից որդիները կարողացել են մեքենա գնել բավականին թանկարժեք, դա ոչ թե պատահականության, այլ ճիշտ հաշվարկների արդյունք է, ասում է։ Դավիթը մի հատ ջիպ էր արել, տղես կրանչի ռոկի։ Պապասավ կլի Դավիթի հետ գնամ, բարատը, ավտոն տանենք։ Հարսին երեխեք հետ սամալյոտը ուղարկեցինք։ Ասի դե թե ցանկությունն է, տենց է գնացեք, ասի, բայց որ ինձ լսեք, այդ ձեր ճանապարհից ծախսած փողով, որ պետքա ծախսեք, հասնեք այնտեղ, ջիպն էլ բենզինով է աշխատում։ Հզոր մոտորա, շատ բենզին պետքա վառի։ Կես տոն բենզին, 450 լիտր բենզին ա վառել միջև Ռուսաստան մեր ջան։ Այստեղ մարդիկ ասում, այ Դավոթ ջան, այ ախպեր ջան, 450 լիտր բենզինով լավ 2 տարի, 3 տարի խոտ կբերեիր։ Այդ քեզ քան լցրել գնացել, Դավոթը ասավ, մենք այնքան ունենք, լցել ենք գնացել, դեռ լալստելու ենք, հետել գանք, մեզ ոնց պետքա տենց էլ ապրում ենք, մենք խնդիր չունենք։ Անասունները պահել ենք մեր ջան, մի քանի տարի կուտակել եմ իմ դրան ավտոյքերը, որ կա։ Սա անասունների փող է, ես կողքից ոչ մեկը փող չի տվել մեր ջան։ Ես դաժե ես եմ իմ քրոջը օգնել, իմ աղբորտանցն օգնել։ Մեր ջան, Ռուսաստանի տղես էլա պահել էր, այստեղ խոսքի շատ է մեզ օգնել մեր ջան, ինքն դեղ աշխատել է, ձավենից են մի ավտոյի մոտորը փչացել է, ջահել տղա քշել է, փչացրել, աղբորը ձեռը տակայել։ Արա ջան փողերգի մոտորը փչացել է, կամ ասի ասել է փչացել է, չի սпасել, ասի ուղարկի ինքն ուղարկել ասել է սարքի քշի Զավեն ջան, խնդիր չունես։ Բայց դե չէ աշխատող մարդը մեր ջան, որ դե ուզում ալնի, աշխատող մարդը երբեք չի սովիլ։ Եթե մենք չթխենք Արնովի հացով կկշտանան իմ բալիկները։ Մորքուրիս աղջիկա այդ հացը ինք թխեմ, առաջ անգամ հունցեցի, թխեցի, իսկ հեսից բարակ հացեր, այնքան վատ զգացի, ասի, բայց դրոշն շատ եք, ցես խի ասես բարակ ստացվել։ Կամած, դարաստաժավոր հաց թուխ։ Ապրիմ հարսիկն է, հա։ Շնորհքով հունցմա։ Շատ հարազատներ ունենք, գալիս են գնում են, ամեն ձեզ ունենանք, մեր տան հացը պետք է չպակսի։ Մեր եկողները շատ են եղնում Մերի ջան։ Օրը կարող է մի 10 հատ հացն է գնա, 10 հատ հացը պատկերացրա ու անհնար է եթե մեր տանը մենք հաց թխենք, հյուրեր չունենանք։ Պարտադիր պետքա հյուրեր ունենանք։ Դե մենք էլ հացոտ մարդիկ ենք, երևի մեզ ձգողական ուժը շատ է գալիս են, շատ են գալիս։ Ոնց որ դուք պատահական եկաք, չէ՞, հո չգիտեք, որ ես հաց եմ թխելու։ Պատահական ստացվում է։ Իհարկե մեզանից է։ Ձգողական ուժները շատ է, էներգիան շատ է։ Տաքսենյակում խմորի գնդերն արագ են հասունանում, հազարամյա ավանդույթով թե խմորը թե գնդերը անելուց հետո խաչակնքվել են, դա է պատճառը, թե տաք տունը հացաթխման մեկնարկը տրվում է ու տանտիկին անցնում է հացի ձևավորելու գործին։ Գունդս այնց վերենք ունեմ, ացավը տանեմ ես գնդան։ Գնդին սիրելով գցում ենք ժառնիկի մեջը, որ սիրով էլ թխվի։ Պետք է ես չեմ սիրում հացին սխմեց,
Այս հենց սիրելով թրջում եմ իրան։ Որ համ չսխմվի հացը, համ փուր-փուր թխի։ Ձմռան այս օրերին Ահնիձորի կիսադատարկ փողոցների տների ոչ բոլոր տանիքներից է ծուխ բարձրանում։ Արոյի համար իր վառարանը միշտ թեժ պահելը մի ուրիշ խորհուրդ ունի։ Այդպես հեռվից, երբ հովիվ է բարձրանում, իր տանից նկատվող ծուխը հոգին ջերմացնում է, սիրտն ուրախացնում ու տուն է կանչում մրսած ու սոված սարվորին։ Հենց վառարանի օջախի ջերմությունը, թխվող հացի բույրը, գյուղական բարիքներով բացված սեղանը ու սեղան նստելու համար նրա գալուն սպասողների ուրախությունն է մոռացնել տալիս գյուղական հոգսերն ու դժվարությունները։ Մեր գազն էլ է աղբեր, գազ չունենք, բան չունենք, Դավոյ ջան։ Ձմռվա պաշարա, ջարդում ենք 10, սաղ ձմեռը վառեմ, ամառը վառեմ, տարին 12 ամիս փետ ենք վառում, Դավոյ ջան, մենք գազ չունենք, որ մետ էլ գազ վառենք, գազն էլ բալոնով ենք բերեմ։ Զորա փետի գործը։ Փետի գործը հիմնականը թափուկից ենք բերեմ, Դավոյ ջան։ Ծառ չի կտրվում մեր մոտ, ընդհանրապես։ Բայց թե կգա ժամանակ, երևի այդ թափուկն էլ չի լիլ, քամին էլի վերագծեմ, Դավոյ ջան, բերեմ ենք։ Բայց որ ինձ թվում է, որ եթե քամին փետ չի վեգզի, պետք է ժողովրդին։ Այն ժամանակները գալիս էին սանիտարական բան էին անում, հատում էին անում։ Պարավ ծառերը, փչացած ծառերը կտրում էին ժողովրդին բաժանում դոկումենտով, ոչ թե ով ինչքան ուզենա, ամենքին իրան չափով տալիս էին։ Փայտի ձեռքբերման ու հազար ու մի կենցաղային դժվարության պատճառով է, որ Ահնիձորում ջահել չի մնում։ Այդան վախենում է, որ իր թոռնիկն էլ նախադպրոցական տարիքի հասնելուց հետո գյուղից կգնա, իրենք էլ կսկսեն կարոտել։ Պարտեզնեկար, դպրոցնեկար երեխեք են, արդեն ձգտում չունեն այստեղ, դե որ ուզում են մի մասնաճյուղով սովորեն երեխեքը, դրա համար գնում են։ Ես է տարա Դիլի ջան, այնտեղ ապրեցինք, երեխեքին սովորեցին, որ ուզեցավ մասնագիտություն ընտրեց։ Դե հենց է։ Եթե տենում են, որ այստեղ ապագա չկա, դրա համար գնում են, բա ինչ անեն։ Գտնում են քաղաք հեղին։ Տաք փռի մեջ ծնվող հացը Այդայի ձեռքերում դառնում է ավելին քան կերակուր։ Այն աղոթք է լուր, բայց խոր ուղված երկնքին։ Ամեն թխված հացի հետ նա խնդրում է խաղաղություն, որ աշխարհում լռեն պատերազմների ձայները, որ մարդկանց սրտերում արթնանա բարությունը։ Ձեռքի հետ էլ էլի շարունակում է գովալ սիրելի հարսիկին։ Իմ հարսի նման թմփլիկ հացիկներ են եղել։ Հա։ Էսա Դավոյ ջան, այ հիմա պատրաստ է, համեցեք, եկեք, լատեզեք ինչ կարմիր հացեր ենք թխել, ով չուտի, նա հիվան մարդ հա, էս է շրջենք, Այս ընտանիքում սիրում են, որ հացերը կարմիր լինեն, ոնց ասում են գյուղի հարսների նման կարմրաթուր, մի քիչ էլ կերած խմած։ Սփրտնած հացեր չեն սիրում, նա սփրտնած նոմա պետք է սփրտնած մարդը, տենաս զալետ կգնաս, ավելի լավ չի կարմիր եղնի, ասեն, օխ, կաթումասուն կերած է։ Սարերի այս բարձունքում երազներ կան, սիրո, խաղաղության, ներդաշնակության ու որքան էլ մեր ժամանակների համար անսովոր նաև ամեն օր հյուրեր ընդունելու ու ճանապարհելու երազանք, որ փոքրիկ ու գողտրիկ գյուղի ճանապարհներն անմարդաբնակ չլինեն, աշխուժով լցվեն, ոտնահետքեր լինեն, ծիծաղի ձայներ հնչեն։ Տա Աստված, բոլոր մարդիկ, ուզում այլ ազգի մարդիկ էլ եղնեն, որտեղ իմանը մեզ սաղ կռիվ է, միտեղ ջրհեղեղն է, միտեղ կռիվն է, միտեղ հիսիմ Սաղ անհանդուրժող մարդիկ են դարել, պետք է բարություն մեջները մտնի, իրանք իրանց տրամադրեն, լավը, դեպի լավը, որ արդեն աշխարհը կայունանա, մարդիկ իրար հասկանան, ոչ թե անընդհատ կռիվ եղնի էլի, կռվից ենք արդեն հոգնել, մարդիկ պետք է բարի լինեն, բարի կամենան, որ բարին գա իրանց, ոչ թե չար եղնեն, չար մարդը տեղ չունի, աշխարհի երեսին տեղ չունի, պետք է բարի լես, բարին ցանկանաս, Տեր Աստված ջան, ես ասում եմ դու լսի Խաղաղություն տուր մեր աշխարհի։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Ահնիձորի ծանկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։ Հա, բայ